Բարև ձեզ, եթերում մամուլի ակում հաղորդաշարի համատեղ խորագրով մեր հերթական հաղորդումն է եւ մենք ներողություն պիտի խնդրենք, որ մի քանի շաբաթ հաղորդումները բաց ենք թողել տեխնիկական պատճառներով եւ հիմա նորից մտնում ենք եթեր, երբ Հայաստանում սկսված է նախընտրական քարոզարշավը եւ բնականաբար մենք էլ կխոսենք կուսակցությունների, դաշինքների ընտրական ծրագրերի մասին։ Հիմնականում առայժմ մենք լսում ենք այնպիսի դրույթներ ծրագրերի, որոնք կապված են սոցիալական լարվածության հետ, անվտանգության հետ, Արցախի հիմնախնդրի հետ, ինչպես նաեւ կոռուպցիայի հետ, բայց մենք քանի որ համատեղ ծրագրի շրջանակներում ենք իրականացնում այս հաղորդումը, կխոսենք տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում բարեփոխումների մասին։ Իմ այսօրվա հյուրերն են Մեսրոպ Արաքելյանը, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ, Վահագն Հովակիմյանը, Ելք դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, Վալերի Գրիգորյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու եւ Աբրահամ Արտաշեսյանը, համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ։ Ես ասեմ, որ մեր հաղորդումների ընթացքում մենք կաշխատենք ձեզ ներկայացնենք բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք մասնակցում են ընտրություններին, ինչպես նաև ամեն մի հաղորդման ընթացքում կունենանք մեկ փորձագետ, որին հնարավորություն կտանք վերլուծել եւ կարծիք հայտնել, մեկնաբանել կուսակցական եւ դաշինքների ծրագրերը։ Առաջին հարցս, որ ուզում եմ տալ հյուրերին, կապված է նրա հետ, թե դուք ինչքանով եք կարևորում ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում բարեփոխումները եւ ինչ տեղ է այդ հարցը գտել ձեր ծրագրերում։ Խնդրեմ, պարոն Արաքելյան։ Շնորհակալություն։ Ընդհանրապես տարածքային կառավարումը եւ տեղական ինքնակառավարումը ցանկացած երկրի զարգացման համար կարևորագույն դեր է խաղում։ Հայաստանը բացառություն չէ եւ ցավոք Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ բնակչության կենտրոնացումը Երևանում այդ խնդիրը ավելի ցայտուն է դարձնում, գաղտնիք չէ, որ ոչ միայն բնակչության թվականակով, այլև համախառն ներքին արդյունքի կառուցվածքով, զբաղվածության մակարդակով գրեթե ամբողջությամբ տնտեսությունը կենտրոնացված է Երևանում եւ այդ տեսանկյունից մարզերի զարգացումը այս պահին կարևոր հրամայական է եւ մեր դաշինքը բավականին մեծ կարևորություն է հատկացնում այդ խնդիրների լուծմանը, մասնավորապես մեր կարծիքով այսօրվա վարչատարածքային բաժանումը իր արդյունավետությամբ չի ծառայում իր նպատակին, մասնավորապես հաշվի չեն առնված ինչպես տարածքների առանձնահատկությունները եւ բնակլիմայական, տնտեսական, սոցիալական եւ դա չի հանգեցնում տնտեսական զարգացվածությունը եւ նաեւ երկրորդ մակարդակը արդեն նայենք, տեղական ինքնակառավարում, գյուղական համայնքներ, արդյունքում այսօրվա տեղական ինքնակառավարումը կարելի է ասել ընդհանրապես կատարում է սպառման ֆունկցիա, ճակերտավոր ասած, որովհետեւ մասնավորապես միջև 2-3 հազար բնակչություն ունեցող գյուղերը, եթե վերցնենք պայմանականորեն, որը գրեթե ամբողջ Հայաստանը ծածկում է, այդ գյուղապետարանի բյուջետային մուտքերը միայն բավարարում են գյուղապետարանի վարչական ծախսերի իրականացմանը, չհաշված պետության կողմից իրականացվող հատկացումները, այսինքն ամբողջ գյուղի բնակչությունը աշխատելով եւ վճարելով տեղական հարկերը եւ տեղական վճարները ընդհանրապես սպասարկում են գյուղապետարանի մի քանի աշխատակցի եւ այդ տեսանկյունից մենք համարում ենք, որ այս համակարգը իր կառավարման մոդելով արդյունավետ չէ եւ մենք առաջարկում ենք վարչատարածքային։ Ես կխնդրեմ, որպեսզի առաջարկությունների մենք անդրադառնանք հաջորդ հարցի ընթացքում։ Հիմա պարոն Հովակիմյան, նույն հարցը ձեզ, ինչքանով ձեր դաշինքը կարևորում է թիմ ոլորտի հարցերը։ Ըստ էության տեղական ինքնակառավարումը Հայաստանի, կոնկրետ Հայաստանի պարագայում դա երկրի, այսպես ասենք, ողնաշարային առանցքներից է, որտեղ ի վերջո բնակչության շուրջ 55% ըստ պաշտոնական տվյալների դա
գյուղական բնակչություն, այսինքն տվյալ դեպքում մենք երբ որ ասում ենք տեղական ինքնակառավարում, շատ ժամանակ հենց ենթադրում ենք գյուղական բնակչությանը եւ այս տեսանկյունից երբ որ երկդաշինքը առավելապես կարևորում է հարուստ կամ սոցիալապես ապահովված գյուղացի ունենալու խնդրի լուծումը, այսինքն ոչ թե զուտ, այսինքն հենց գյուղական համայնքների ընդհանրապես մշակի ապահովված լինելու, սոցիալապես ապահովված լինելու խնդրի լուծումը։ Դրա համար երկդաշինքի կոնկրետ ծրագրերում հիմնական այս մարտավարությունը, հիմնական քաղաքական այդ տեսլականը վերաբերվում է սոցիալապես ապահով գյուղացի ունենալու խնդրի լուծմանը, որը ոչ կապ ունի վարչատարածքային բաժանման, ոչ կապ ունի, այսպես ասենք, դեկլարատիվ ինչ-որ ծիրուն բառերի հետ, դա զուտ քաղաքական խնդիր է։ Դա քաղաքական խնդիր է, որը որ պիտի Հայաստանի ընտրողը կարողանա լուծել։ Այսինքն այն տեսլականը, որը որ մենք կտանք, դրանով ոչ միայն կլուծվի ընդհանուր Հայաստանի տնտեսության, տնտեսական Կարելի ասել, որ ձեր ծրագրում այն բավականին կարևոր դեր է ունեցնում այդ գյուղատնտեսությունը մեր ծրագրի, ես ծրագիրը բերել եմ, ծրագրի առանցքային կետերից մեկն է։ Շատ լավ։ Պարոն Գրիգորյան, ձեր տեսլականը, ձեր կուսակցության տեսլականը։ Ուրեմն տեղական ինքնակառավարման ոլորտը մենք համարում ենք, կոմունիստական կուսակցությունը համարում է, որ դա մեր պետականության հիմքն է եւ տնտեսության զարգացման, հասարակության զարգացման եւ պետության զարգացման համար շատ մեծ կարևորություն ունի տեղական ինքնակառավարման ոլորտը։ Ուրեմն նշանակություն չունի թե անունը ինչ կդնենք, բայց մենք ունենք բավականին լավ օրենքներ, որը կարգավորում է տեղական ոլորտը եւ ինձ թվում է ընտրական ճիշտ համակարգներ դնելով ասպարեզ բերել այն համայնքի ղեկավարը ընտրվող կամ համայնքի հավաքանին, որոնք լինեն գիտակ, բանիմաց, որպեսզի կիրառելով այդ իրավանորմերը կարողանան իրականացնել համայնքին օրենքով վերապրված գործառույթները։ Եվ ընդհանրապես, եթե ընտրվող համայնքի ղեկավարը եւ հավաքանին իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարի բարեկող խիղճորեն, մեզ թվում է, որ այստեղ անելիքներ մենք Ես ձեզ ճիշտ եմ հասկանում, որ օրենսդրությունը, որը կարգավորում է թիմ ոլորտը, ձեզ բավարարում է, բայց անհրաժեշտ է ընտրական գործընթացները բարելավել, որպեսզի այն արդյունավետ աշխատի։ Այո, որպեսզի բանիմաց, գրագետ, իմացության մարդիկ ընտրվեն համայնքի ղեկավար եւ հավաքանի, զատո հավաքանների մասին խոսք չկա, որ այսօր այդ ինստիտուտը ընդհանրապես չի գործում, ձևական ինստիտուտ է, որպեսզի կարողանան այս վիճակից դուրս բերել, որովհետև դա շատ մեծ կարևորություն ունի, ես նորից եմ ասում, որ դա պետականության հիմքն է եւ հասարակությունը եւ պետությունը տնտեսությունը զարգացնելու համար շատ կարևոր նշանակություն ունի, թե ով է ընտրվում։ Մնացածը թե անունը ինչ կդնենք, ոնց կանենք, դա ինձ թվում է երկրորդական բաներ է։ Դա ամենակարևոր մարդկային գործոնն է, այսպես ասած։ Շատ լավ։ Պարոն Աբրահամյան, ձեր մեկնաբանությունը մեր հարցերի առաջին շրջանի մասին։ Ըստ էության մեր տեղական ինքնակառավարման վերաբերող խնդիրները բազում են ու բազմազան են եւ ես կարող եմ արձանագրել, որ այն գիտակցությունը, որ տեղական իշխանություն եւ տեղական ժողովրդավարություն ունենալը շատ կարեւոր է երկրի տնտեսության համար, այն իմաստով, որ բնակչին ամենամոտ կանգնած որոշում կայացնող մարմինն է եւ բնակիչը այդ որոշում կայացնող մարմնի անմիջական մոտ գտնվելով ավելի հեշտ է իր ցանկությունները եւ իր կարիքները հասցնում այդ մարմնին։ Այն իմաստով, որ ունենք վարչատարածքային բաժանման խնդիրներ, երևի թե ակնհայտ է, երբ այսօրվա ռեֆորմը դեպի դրան էլ գնում է։ Խնդիրը կենտրոնացվածության եւ ոչ կենտրոնացվածության մեջ չէ այնքան, ինչքան որ ունակությունների եւ կարողությունների անհրաժեշտ մակարդակն է, որի միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները ուժ կունենան այդ իրանց վրա դրված լիազորությունները իրականացնելու համար, սակայն կարծում եմ քննարկելու առարկա է, թե վարչատարածքային բարեփոխումների ընթացք պիտի ունենան եւ այդ իմաստով այս փուլում արդեն 20 տարի ձևավորված տեղական ինքնակառավարում ունենալու պարագայում վարչատարածքային բարեփոխումները կտանեն նրան, որ կունենանք ուժեղ համայնք։ Մի փոքր համաձայն չեմ գյուղատնտեսություն տեղական ինքնակառավարման մարմին ընդհանուր ներկայացնելու եւ ունենալու պարագայում իհարկե թվում է թե հարուստ գյուղացի եւ տեղական ինքնակառավարման մարմին, տեղական ինքնակառավարման ոլորտ եւ տեղական ինքնակառավարման ոլորտում որոշումների կայացում
որովհետև գյուղատնտեսությունը ըստ երևույթի տնտեսության ճյուղ է, իսկ տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման ոլորտ է։ Ուղղակի տեղական ինքնակառավարման քաղաքական խնդիրը, այսինքն երբ որ մենք ասում ենք, տեսեք, ասում ենք պիտի ընտրվեն, չէ՞։ Այսինքն ավականին պիտի գործունակ լինի, համայնքի ղեկավարը պիտի գործունակ լինի, որպեսզի այդ ընտրող, այդ գյուղացին կարողանա, այսպես ասենք, ազատ իրացնել իր ընտրական իրավունքը, նա որոշակի սոցիալական ապահովություն պիտի ունենա։ Այսինքն ես կխնդրեմ հարցին պատասխանելու համաձայն եմ, չեմ շղթում, որ նույն երևույթի մասին ենք խոսում, որը կենտրոնացած է նույն տարածքում, բայց իրանց բովանդակության որպես կառավարում եւ որպես բիզնես կառավարում մի փոքր ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել, որպեսզի այդ հստական տարանջատումը լինի։ Ընտրական համակարգերի վերաբերյալ եւ ընտրվող մարմինների կրթական, բարոյական, սոցիալական ցենզի վերաբերյալ կարծում եմ երևի կանք ելք դաշինքի, որ եթե ունենանք նորմալ սոցիալապես կայացած բնակչություն կարող ենք ընտրության հասնել, բայց կարող ենք նաեւ վերևից գալ, այսինքն ունենանք այնպիսի ընտրական համակարգ, որը կբացառի նման ոչ արդյունավետ կառավարման երևույթները, այսինքն այն մարդը, որը չի կարողանալու կառավարել այդ ունակությունները չունի, ինքը պիտի գիտակցի, որ այդ համակարգում տեղ չունի զբաղեցնելու եւ այստեղ երևի շեշտը պիտի դերվի ավելի շատ մարդկանց հասկացնելու, որ իրանք են իրանց ընտրության բեռը կրողները, այսինքն ինչ ընտրություն կատարեն, դրանից հետո իրանց կամ սոցիալական կամ ֆինանսական կամ կառավարման իրավիճակը բարելափոխվելու կամ դեպի վատնագնալու։ Հիմա փորձենք անցնել արդեն լուծումներին եւ հակառակ ուղղությամբ գնանք։ Պարոն Գրիգորյան, դուք շեշտեցիք, որ թիմ ոլորտի կայացման համար անհրաժեշտ են ընտրական համակարգերի որոշակի փոփոխություններ, այդ առումով ինչ կոնկրետ առաջարկություններ է պարունակում ձեր ծրագիրը։ Գիտեք, առաջարկությունները որն են, ես նորից եմ պնդում, որ եթե մենք ունենանք գիտելիքներով օժտված տեխնացուներ, այսպես պետք է այնպիսի մի ընտրական համակարգ տիրի, որպեսզի մարդիկ կարողանան, ասենք հեռուստաընկերություններով, ժողովրդի մեջ դուրս գալով կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, որպեսզի ժողովուրդը հստակ իմանա եւ պատկերացում ունենա ում է ընտրում։ Այսօր ընտրական համակարգը գաղտնի չէ, դե ոնց է իրականացվում։ Այսինքն մեր միջև ընտրությունները արդեն մեզ պարզ է, արդեն թե ով պետք է ընտրվի, համայնքներում այդպես են։ Կարող է ուրիշ համայնքներում, չգիտեմ թե ինչպես է, մեր համայնքներում միջև ընտրությունները արդեն պարզ է, Բյուրեղավան համայնքում միջև ընտրությունները արդեն պարզ է, թե ով ինչքան ձայներ պետք է հավաքի։ Այսինքն եթե մենք ուզում ենք ժողովրդին դուրս հանել փողոց, որպեսզի շփում ունենա տեխնացուի հետ, որպեսզի իմանա որ տեխնացուն է ընտրվում, դժվար է, ընդհանրապես հնարավոր չի տանից, չեն ուզում փողոցելել, ընդհանրապես վստահություն չկա ընտրությունների վերաբերյալ։ Այս հավատքն է պետք վերականգնել ժողովրդի մեջ եւ հասկանան, որ տեղական մարմինների ձևավորման ժամանակ իր լուրջ դերակատարությունը պետք է ունենա ժողովուրդը, որպեսզի փողոց դուրս գա, իմանա ում է ձայն տալի, ինչի համար է տալի։ Մինչև այդ համակարգը չձևավորվի, հավատ ընտրությունների նկատմամբ չձևավորենք, մենք ոչինչ չենք կարող փոխել։ Բայց ինչով կարող եք բացատրել այդ հավատի բացակայությունը կամ անհետաքրությունը։ Հավատի բացակայությունը գալիս է տարիներ շարունակ, այս ընտրական համակարգը, որ գործադրվում է մեր Հայաստանի Հանրապետությունում, գաղտնի չի, թե ինչպես է իրականացվում ընտրությունները, սաղսել հստակ պատկերացնում ենք, հստակ տեսնում ենք։ Ու ցավալին նա է, որ բոլոր հեռուստաընկերություններով այլ բան են ասում, բայց իրական կյանքում դրանպես այլ բան է տեղի ունենում։ Այսինքն կարող է այս կամ այն կուսակցության դաշինքը կելնի այլ բան հայտարարի, բայց ընտրությունների ժամանակ ժողովուրդը տեսնում է, որ ընդհանրապես այլ քայլեր են կատարում։ Դա աբսուրդ է, չի կարելի ժողովրդին խաբել։ Ժողովրդի իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ընտրում ենք տեխնացուներին, որպեսզի իրականացնեն ժողովրդի։ Դուք կոնկրետ ինչ եք առաջարկում, ինչ է պետք անել, լրատվամիջոցների աշխատանքները բարելավել, թե ինչ քայլ կարելի անել շատ կոնկրետ։ Ես ցանկանայի, որպեսզի լրատվամիջոցները բացի քաղաքական գործիչներին իրենց մոտ հրավիրեն տնտեսագետների, ֆինանսիստների, իրավաբանների, չի լինում այդպես։ Քաղաքական ես օրինակ հիմնականում քաղաքական գործիչներին եմ տեսնում հեռուստացույցով։ Լավ կլներ, որ իրենք, ասենք, կյանք անցած, ասենք, կոմունիստական կուսակցության ժամանակների այդ համակարգում աշխատած գիտնականներին հրավիրել,
որպեսզի իրանց այդ փորձը այդ իմացությունը ներդնել այսօրվա համակարգ, որպեսզի կարողանանք լավ պատկերացնել եւ կարողանան զարգացման, իրական զարգացման տանենք մեր պետությունը, թե չէ այսպես շարունակելն հնարավոր չէ։ Հավաքիմյան, ելքի քայլերը, որ դուք առաջարկում եք եւ դրա հետ մեկտեղ կարող եք հիմնավորել, թե ինչու է կապում գյուղատնտեսության զարգացման եւ տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման։ Ես մի քանի կետեր ներկայացնեմ։ Կաթիլային ոռոգման այն տնտեսությունները, գյուղացիական տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ժամկետով կազատվեն ոռոգման ջրի վարձից։ Հակակարգտային ցանցերի արտադրությունը եւ վաճառքը կազատվի ԱԱՀ-ից։ Տարբեր ճյուղերի ասոցիացիաների ստեղծում պետական աջակցությամբ, որոնք որ, ասենք, կարտոֆիլագործների, խաղողագործների, որոնք որ ճյուղային շահերը կպաշտպանեն գյուղացիական տնտեսությունների, փոքր ջրամբարների կառուցման խրախուսում, այդ պետության օժանդակությամբ եւ հարթակ արտադրողների սպառված ապրանքները հեշտ իրացնելու համար եւ կարող են շարունակել, բայց ես ինչը կցանկանայի այստեղ որպեսի արձանագրեինք Հայաստանում, այսինքն որպեսի մենք թիմի խնդիրը մինչև պատկեր, այլ կերպ ասած, եթե հիվանդության ախտորոշումը չունենանք, այդ հիվանդությունը դժվար է բուժել։ Թիմի այսօրվա վիճակը հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ տարիներ շարունակ քաղաքական ներկայիս համակարգը, որը ըստ էության արդեն կարող ենք ասել 18 տարի իշխում է, ես ընդունում եմ, որ հոկտեմբերի 27-ից հետո է ձևավորվել այս քաղաքական համակարգը, դեմքերը փոխվել են, բայց համակարգը շարունակում է մնալ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքական գործընթացից վերածեց, այսպես ասենք, աղբահանողի ընտրության։ Այսինքն ինքը ցանկացած ընտրություն, նկատի ունեմ իշխանության ընտրություն, դա ինքը քաղաքական ընտրություն է։ Երբ որ մենք ասում ենք, ասենք, գյուղապետի ընտրությունը մի քաղաքականացրել կամ քաղաքական չի, ինչպես օրինակ Գալուստ Սահակյանը պարբերաբար, ասենք, թիմերի վերաբերյալ ու ընդհանուր, ասենք, իշխող համակարգը պարբերաբար այդ քարոզը տանում է, կամ ասենք քաղաքապետի ընտրությունը մի քաղաքականացրել եւ այսպես։ Այդ նույնը թե ասենք առողջապահության հետ բժիշկները կապ չունեն։ Ինքը որտեվ այդպես է իրանց պետք ասենք դե առողջապահություն առանց բժիշկների ու այս ապաքաղաքական ընտրությունների արդյունքում ստեղծվեց մի վիճակ, որ թիմերում սկսեցին իշխանության, այսպես ասենք իշխանության գալ մարդիկ, որոնք որ ոչ թե իրենք քաղաքական գործիչներ են, թեկուզ տեղական մակարդակի, այլ իրենք գործարարներ են, այսինքն իրենց համար այդ տեղական իշխանությունը պետք էր ընդամենը գումար վաստակելու համար։ Իսկ գալով իշխանության ինչպես պիտի գումար վաստակի, ըստ էության համայնքի միջոցների հաշվին։ Այսօր Հայաստանի համայնքների մեծամասնության, ասենք, այսպես ասենք, ղեկավար կազմը, որ դիտարկենք, այդ նույն տրամաբանության, այդ թվում Երևանի ավականուց սկսած։ Ու այս խնդիրը մեծ քաղաքական խնդիր է, որ լուծվելու է նաև հենց առաջնահերթ այս ազգային ժողովի ընտրություններով։ Այսինքն եթե ազգային ժողովի ընտրություններով հասարակությունը փոփոխության, այսպես ասենք, մանդատ է տալիս կոնկրետ մեր դեպքում երկդաշինքին, ապա այդ փոփոխությունը կբերի իր հետ այդ ամբողջ համակարգային, ամբողջ քաղաքական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների այդ ամբողջ համալիրի փոփոխության։ Բայց եթե մնաց նույն իշխանական համակարգը իր հին եւ ինչ որտեղ թարմացող դեմքերով, ոնց ուզում ենք մենք տեղական ինքնակառավարում, կուզեք, ասենք 100 գյուղը միացնենք, ասենք սարքենք մի հատ մեծ համայնք, միևնույնը խնդիրները մնալու են նույնը։ Շատ լավ, ես կարծում եմ գյուղացին աղքատանալու է, ես կարծում եմ հաստատ արդեն մնալու են անմշակ։ Որոշակի հակասություններ կլինեն իմ այսօրվա հյուրերի կարծիքների մեջ, եւ մենք հուսով եմ նաեւ ժամանակ եւ հնարավորություն կունենանք դրան էլ անդրադառնանք։ Հիմա պարոն Առաքելյանին հնարավորություն տանք ներկայացնել ձեր ծրագրում թիմ ոլորտի բարեփոխումների հետ կապված ինչ առաջարկություններ։ Տեղական ինքնակառավարմանը եւ տարածքային կառավարմանը նշեմ, որ Ծառուկյան դաշինքի ծրագրում կա առանձին բաժին նվիրված այդ ոլորտին, մասնավորապես ինչպես նշեցի, մենք կարծում ենք, որ այսօրվա վարչատարածքային բաժանումը արդյունավետ չեն ու նաև հենց տարածքային կառավարումը, ինչ ունենք այսօր, ունենք 10 մարզեր, որոնք փաստացի չունեն որևէ իրավասություններ զարգացնելու այդ մարզերը, քանի որ ամենակարևոր գործոնը դա բյուջեն է, այսինքն մարզերը
չունեմ բյուջետային մուտքերի հավաքագրման իրավունք եւ հետեւաբար չունեմ որոշումներ կայացնելու իրավասություններ նույն մարզի տարածքում գտնվող համայնքների զարգացման ուղղությամբ ու նաեւ այդ վարչատարածքային բաժանումը եւ բնակության սպասարկման տեսանկյունից տնտեսական եւ տարածքային որոշակի առանձնահատկություններից ելնելով միջև այժմ չի ստացել այն պատկերը, ինչ որ ընդհանրապես տեկուս տարածքների բաժանումը տեղի ունենում, միջև այսօր մենք ունենք նախկին խորհրդային միության ժամանակը Հայաստանի Հանրապետության բաժանումով որոշակի առանձնահատկություններ, նույն բնակության սպասարկման ենթադրենք կադաստր, ասենք ոստիկանության բաժանմունքներ, այսինքն նույնիսկ մարզի մեջ դեռ մնացել են ինչ որ շրջանային մասեր, այսինքն նույնիսկ այդ մարզ կենտրոն եւ մարզ հասկացությունը ամբողջովին չի կարողանում մարզի բնակությանը արդյունավետ սպասարկի, հետեւաբար այն տարածքային առանձնահատկությունները, որ նույն մարզի շրջանակներում կա, մենք առաջարկում ենք վարչատարածքային բաժանումը վերանայել, ունենալ յուրաքանչյուր մարզում պայմանական ասած շրջաններ, 3-4 շրջաններ, որոնք սակայն ոչ թե կունենան մարզի կարգավիճակ, այլ, այսպես ասած, շրջան համայնքներ, որոնց ղեկավարը եւ ավականու կազմը կլինի ընտրովի։ Իսկ այսօրվա գյուղական համայնքները, որոնք շատ փոքր բնակություն ունեն, ասենք մի քանի 100 բնակություն ունեցող գյուղական համայնքներում, որտեղ տեղի են ունենում ընտրություններ, մեր կարծիքով այդ ընտրությունները արդյունավետ չեն եւ մենք առաջարկում ենք մոդելը, որ այդ շրջանները լինեն ընտրովի համայնքի ղեկավար եւ ավականի, իսկ արդեն այդ գյուղական համայնքներում լինեն գյուղական համայնքի ղեկավարների նշանակումներ արդեն համայնքի կողմից եւ այս պարագայում այդ համայնքի խոշորացման արդյունքում նաեւ ամբողջական բյուջեի ձևավորման արդյունքում հաշվի առնելով նաեւ տնտեսական եւ տարածքային բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները ավելի արդյունավետ է հնարավոր այդ բյուջետային ծախսերը իրականացնել եւ նաեւ այսօրվա արկա խնդիրները լուծել, ինչպես նաեւ այդ ընտրական համակարգը, քանի որ այսինքն ներքևից ունենք ընտրված մարմիններ, գյուղական համայնքներ եւ ավականի, իսկ արդեն մարզերը, որ նշանակովի են, նաեւ հակասություն է տեղի ունենում մարզի կառավարման միջոցով համայնքների վրա ազդեցություն ունենալ, ինչպես նաեւ բավականին մեծ ծավալի ոչ արդյունավետ ծախսերը պետական բյուջեից ուղղվում մարզերին, մարզպետարանների ընդհանուր աշխատակազմին եւ այս մոդելով կարծում ենք ավելի արդյունավետ է հնարավոր իրականացնել, իսկ նաեւ այսօր տեղի ունեցող համայնքների խոշորացմանը այն ձևով ինչ որ տեղի ունենում մենք դեմ ենք, քանի որ համայնքների խոշորացումը ընդամենը արհեստականորեն փոքր գյուղական համայնքների միավորումն է այդ գյուղական համայնքների տարածքում գտնվող խոշոր քաղաքներում եւ դրանով նաեւ այդ գյուղական համայնքները չմասնակցելով կառավարմանը, կարելի ասել տենց միաձուլվում են այդ խոշոր համայնքի հետ ու այդ առումով արդյունավետ չէ, որովհետև այսօր ունենք օրինակներ համայնքների խոշորացման եւ այդ գյուղական համայնքները իրարից ասենք 30-40 կիլոմետր հեռավորությամբ այդ շրջանային պայմանականորեն ասած համայնքները պիտի համընկնեն նախկին խորհրդային միության եւ որոշ նաեւ անկախության տարիների տարածքային բաժանման հետ համընկնում են թե այլ է։ Չէ, կարելի ասել հիմնականում համընկնում են, քանի որ այդ շրջանները իրենց ձևավորման հիմքում ունեն տարածքային, տնտեսական, բնակլիմայական որոշակի առանձնահատկություններ, հիմնականում կարելի ասել համընկնում են մոտավորապես ասենք 30-ից 40։ Եվ խոշոր հաշվով ծառայությունների մատուցման ամբողջ քաղաքականությունը որոշվելու է այդ մակարդակում։ Արդեն կլինեն համայնքներ Երևանի նման, կարելի ասել, որ կլինեն ընտրովի, իսկ արդեն գյուղական համայնքների ղեկավարները կլինեն նշանակովի եւ նաեւ կազատվենք այդ փոքր գյուղական համայնքներում ավականու ինստիտուտներից, որը այսօր արդյունավետ չի գործում։ Եվ հիմա կխնդրեի, քանի որ երրորդ շրջանն է արդեն մեր հարցերի, որպեսզի դուք գնահատեք ձեր այս հաղորդման գործընկերների արված հայտարարությունները եւ պատկերացումները։ Ունեք կարծիք, կարող եք մեկնաբանել։ Ընդհանրապես գյուղատնտեսական ոլորտը այո այսօր մարզերում բավականին ցավոտ է, համամիտենք, որ հիմնականում տեղական ինքնակառավարման ոլորտում գյուղացիների խնդիրները բավականին ցայտ ունեն եւ այդ տեսանկյունից այո նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մոդելի փոփոխությանը զուգահեռ մենք նույնպես առաջարկում ենք գյուղացիական համայնքներում խնդիրների կարգավորում եւ հենց այս համայնքների միավորման մեր մոդելը նաեւ հնարավորություն կտա հաշվի առնելով
նաև գյուղական համայնքների այդ վարչական շրջանների առանձնահատկությունները, նաև գյուղացիների այսօրվա հուզող խնդիրների լուծումը, մասնավորապես եւ ռոռոկման համակարգի, ինչպես նշած գործընկերս, նաև ամենակարևոր խնդիրը գյուղատնտեսական ապրանքների սպառման ուղղված խնդիրները, որ մեր ծրագրում նույնպես նշված է, որ պետության կողմից, այս դեպքում արդեն կլինի այդ նոր ձեռնորոշրջանների կողմից աջակցություն գյուղատնտեսական ապրանքների սպառմանը։ Ինչ վերաբերվում է պարոն Գրիգորյանի նշած ընտրական համակարգին, հիմնական խնդիրը, որը բարձրացրեցիք, այո, կա այդ խնդիրը եւ հենց նաեւ դրանով պայմանավորված մենք նույնպես կարծում ենք, որ իսկը մոտ 1000-ի հասնող համայնքներում անցկացնել անդադ համայնքի ղեկավարի եւ հավաքանու ընտրությունները այդքան էլ արդյունավետ չէ եւ նաեւ այս խոշորացումը նույնպես միտված է այդ ընտրովի մարմինների ավելի քչացման, ընդամենը մի քանի տասնյակ մարմիններ ունենանք, որոնք լինելու են արդեն ամբողջ բնակության կողմից ընտրված։ Շատ լավ, պարոն Հովհակիմյան, ձեր կարծիքը արտահայտած մտքերի վերաբերյալ։ Ճիշտ ասած, նույն Ծառուկյան դաշինքի, ասենք, այն ինչ որ այսօր ասվում է, ես մի փոքր այլ ձևաչափով լսել եմ նախորդ ընտրությունների ժամանակ, չլինի Ծառուկյան դաշինքի, ասենք, ներկայացնող քաղաքական ուժերի շուրթերից, բայց այդ ձևակերպումները, որ այս կառուցվածքը վատն է, եկեք այս կառուցվածքը փոխարինենք մյուսով, այս ձևակերպումը ես իմ լրագրողական գործունեության, քանի որ ես բուն մասնակցությամբ լրագրող եմ, լսել եմ բոլոր ընտրությունների ժամանակ։ Հայաստանի տեղական ինքնակառավարման գործող տեղական ինքնակառավարումը ստեղծվել է 96 թվականից, գործում է 96 թվականից, այս ընթացքում 3 անգամ արդեն փոփոխության է ենթարկվել։ Բայց արդյունքը միշտ դեպի վատն է գնացել։ Դրա համար պետք է գնալ ընդամենը մարզեր եւ տեսնել թե որովհետեւ իրական խնդիրը ոչ թե այսպես ասենք համակարգի կառուցվածքի մեջ է, Այդ կառուցվածքի մասով որևէ փոփոխություն չի ենթարկվել։ Ունենք մարզեր նշանակովի եւ ասում ենք մարզեր նշանակովի եւ համայնքներ ընտրովի։ Չէ, 3 անգամ որ ասում եք փոփոխություն։ Լավ, ես այսպես ասեմ, մեր Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը ըստ էության ժամանակին կրկնօրինակվել է ֆրանսիականից։ Ֆրանսիայում գործող տեղական ինքնակառավարման համակարգից։ Գնացեք Ֆրանսիայի ցանկացած ծայրամասի քաղաք, գյուղ, կամ իրենց նույնիսկ մեծ քաղաքներ։ Երբեք դուք իրենց, այսպես են քաղաքապետ կամ ասենք այդ չինովնիկների մեջ չեք տեսնի այն անձանց, այսինքն նկատի ունեմ այն որակի անձինք, ովքեր որ կան Հայաստանում։ Մեր խնդիրը, որ տեղական ինքնակառավարում, այդ ու նաև քաղաքականությունը հեռացվել է քաղաքականությունից։ Այսինքն դրա համար կոնկրետ Ելդաշինքի պարագայում մենք կոնկրետ ծրագրեր ենք առաջարկում, մենք կոնկրետ քայլեր ենք առաջարկում։ Այս մեր այսպես ասած տեսլականի ու մյուս քաղաքական ուժերի տեսլականի տարբերությունը։ Եթե խոսենք ոլորտային, մեր ծրագրում նույնպես կա եւ գյուղատնտեսություն եւ տեսեք, մենք գյուղատնտեսություն ասելով կոնկրետ քայլեր ենք։ Ընդհանրապես մենք ծրագրում, մեր ծրագրում, ելքի ծրագրում մենք ձեռնպահ ենք մնացել խթանել, աջակցել, այսպես թեական ձևակերպումներից, որոնք սովորաբար քաղաքական ուժերը օգտագործում են, քաղաքական գործիչները օգտագործում են, այդ թեական, այսպես ասենք, սիրուն, բայց ոչինչ իրականում կոնկրետ գործողություն չպարունակող բառերից մենք աշխատել ենք զերծ մնալ ու չկա մեր դաշինքում չեք գտնի նման դաշինքի ծրագրում նման ձևակերպում ցանկացած ոլորտ, այսինքն մեզ մոտ կոնկրետ քայլեր են, կոնկրետ գործողություններ։ Գյուղատնտեսությունից ուրիշ թեմա է, անցնենք գյուղատնտեսությանը։ Տեսեք, գյուղատնտեսությունը ես կարող եմ մի ճշտող հարց տալ։ Դուք գտնում եք, որ պետք է լուծել տնտեսական եւ քաղաքական հարցերը եւ կառավարման համակարգը ինքը կհարմարվի դրան եւ կաշխատի։ Ասեմ ինչ նկատի ունեմ։ Եվ դաշինքի մեծամասնություն կազմելու եւ կառավարություն ձևավորելու դեպքում այս քայլերը անելուց հետո, երբ որ մեր գյուղացիները սոցիալապես որոշակի, այսպես ասենք, ապահովություն ձեռք բերեն, իրանց համար այլևս տուկի թել բաժանող քաղաքական ուժը կամ մուրաբա բաժանող քաղաքական ուժը, այսինքն նկատի ունեմ այն քաղաքապետի թեկնածուն, որը ինքը իր կերպարով, այսպես ասենք, հանցագործ սեգմենտ է, չէ, ասենք, որի համար, ասենք, իր տղան ինքը այնպես է դաստիարակում, որի համար, ասենք,
քրական աշխարհը այսպես ասած կյանքի երազանքը քրական աշխարհն է, այդ քաղաքապետի այդպիսի քաղաքապետի տեխնացուն հնարավորություն չունենա քաղաքապետ դառնալու։ Այսինքն տեղական ինքնակառավարման այսինքն այսօրվա իշխանության մոդելը մարզեր, համայնքներ ձեզ լրիվ բավարարում է։ Իշխանության մոդելը այսօր հակառակ։ Այսինքն մարզերի կառուցվածքը ձեր համար ընդունելի է։ Թողնենք պարոն Հովհաննիսյանը ասի ինչ ա ուզում ասել։ Իշխանության մոդելը դա այն չի ինչ որ օրենքում է գրված։ Այսօրվա իշխանության մոդելը դա նաև ձեր դաշինքի օլիգարխ տեխնացուներն են, որոնք այդ նույն իշխանության մոդելի մաս են կազմում։ Որ իշխանության մաս չի կազմում Ծառուկյան դաշինքը։ Ես ասում իշխանության մոդել, երբ որ մենք ասում ենք, ես խոսում եմ տարածքային կառավարման, հիմա իմ ասածը իշխանության մոդել ասելով պետք չի հասկանալ։ Չէ, իշխանության մոդել տարածքային կառավարման վերաբերյալ։ Հայաստանում գլոբալ իշխանության մոդելը դա 100 ընտանիք է, որոնք ամբողջ տնտեսությունը կլինի տեղական ինքնակառավարում, թե ասենք քաղաք, թե ինչ, որոնք ամբողջ տնտեսությունը զավթել են եւ պահում են իրենց բռի մեջ։ Եւ այդտեղ ամբողջ խնդիրը եւ ոչ թե տարածքային բաժանումը։ Երբ որ ասում եք, ես չեմ հասկանում, ինձ համար կներեք, իշխանական համակարգ ասված է, քանի որ ես 18 տարվա լրագրողական փորձ ունեմ, ինձ համար իշխանական համակարգ ասած է միայն ՀԿ-ի։ Ինձ համար նույն ասենք օլիգարխներով լցված, նախկին ասենք իշխանավորներով լցված քաղաքական ուժերը, որոնք որ իրենց ամբողջ կյանքում զբաղեցնելով պետական պաշտոններ հարստացել են, այսինքն պետական պաշտոնը օգտագործելով հարստացել են, հետո այդ հարստացածից փշրանքներ տալով գյուղացուն ասում են ինձ ձայն տուր, այդ Ծառուկյան դաշինքը միակ ուժն է, որի կազմում չկան երկրի բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձեր։ Հասկանալի է, հասկանալի է։ Երբեք չի եղել Ծառուկյան դաշինքը չի զբաղեցրել։ Պարոն Հարաքելյան, պատգամավոր չէ, Ծառուկյան դաշինքը հարգելի հյուրեր, թույլ տանք նաև պատգամավորի մասին չէ, Ծառուկյան դաշինքում միակ ուժն է, որտեղ չկան բարձրագույն 3 պաշտոններ զբաղեցնող անձինք երբևէ չեն եղել։ Շատ լավ, շատ լավ, պարոն Գրիգորյան, դուք հնարավորություն ունեք այստեղ մեր երկու մենք քանի գնում ենք պատասխանել միանգամից։ Հասկանալի է, չէ, տեսակետը մասին չխոսի, որովհետև ընդհանրապես առաջարկ այդտեղ ես վերջը չընկալեցի, թե իրենք ինչ են առաջարկում։ Մենք առաջարկում ենք կոմկուս առաջարկում է համակարգային փոփոխություն, տնտեսական եւ քաղաքական համակարգային փոփոխություն։ Այսինքն դուք որ նոր ասում եք իշխանական տեխնացուներ եւ այլն նախ իշխանությունը նախ ժողովրդին է եւ ժողովուրդը իշխանությունը իրականացնելու համար ընտրում է ներկայացուցիչներ։ Ես չեմ ընդունում, որ մեր հերոստա հաղորդումներից ընդհանրապես ժուրնալիստիկան, եթե ներկայացնում է քաղաքական ուժին, որը իշխում է որը իրականացնում է պետական իշխանություն, արտահայտում ենք, ասում ենք իշխանություն ենք փոխում, այս ենք անում, այն ենք անում։ Իշխանությունը հնարավոր չի փոխել, իշխանությունը հավերժ է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, որտեղ ժողովուրդն է իշխանությունը։ Իշխանական համակարգը, որ ասում եք, ես դրա նկատում եմ, համակարգը պետք է փոխել, արմատապես համակարգը քաղաքական եւ տնտեսական պետք է փոխել։ Մինչեւ տնտեսություն չզարգացնենք, մինչեւ բանիմաց գրագետ մարդիկ չգան ասպարեզ, նոր բարոյապես կայուն արժանապատիվ նպատակասլված մարդիկ այս մեր այսօրվա քաղաքական դաշտում ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Եվ կառավարման համակարգերը փոխելով ձեր ասած կառավարման համակարգը փոխելով, տեղերը փոխելով ոչ մի բան չի փոխի։ Տնտեսությունը պետք է զարգանա, իրական պետք է զարգանա, իրական զարգանալու համար էլ կոմունիստական կուսակցությունը ունի լայն ծավալուն ծրագիր, որը շատ մեծ նշանակություն ունի մարդի կյանքի եւ առողջության համար։ Մինակ այդ ծրագրերը ներդնելով մենք հնարավորություն կունենանք մեր տնտեսությունը պետականությունը զարգացնել։ Այլապես հնարավոր չէ այսպես շարունակել։ Իսկ տեղական ինքնակառավար մարմինների եւ տարածքային բաժանման վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Տեղական կոմունիստական կուսակցությունը մասնավորապես առաջարկում է բաժանման հարցում անդրադառնալ նախկինում շրջանային տարբերակը, որպեսզի այսպես ասած գյուղացին հնարավորություն ունենա ասենք մի քայլ կատարելու, հանդիպել շրջանային խորհրդին, որպեսզի իր խնդիրներին կարողանա լուծում տալ։ Շատ լավ, պարոն Աբրահամյան, ձեր մեկնաբանությունը։ Ես ի սկզբանե, որ երկրորդ փուլին էինք անցնում, շատ հետաքրքիր թեզիսներ լցվեց մանավանդ հավատքի, վստահության, ինչև եւ մասնակցության առումով։ Այդ առումով ուզում եմ ասել, որ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վստահությունը, հավատքը կորցրել են, որովհետեւ վերևից շատ ավելի կախում են ունեցել եւ անկախության ու ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունը բավականին սահմանափակ է եղել
եւ այդ դեպքում եթե մենք չենք վերանայում մեր կառավարման այսօրվա դրությամբ գործող համակարգերը, մենք չենք կարողանում այդ վստահությունն ձևավորենք։ Ինչ վերաբերում է Բյուրեղավանին, կարծում եմ մեր լավագույն համայնքներից է այսօր, ես բազմիցս մասնակցել եմ այնտեղ իրականացվող, չէ, ուզում եմ ասեմ, մասնակցային առումով երևի թե համատաբար բավականին լավ է եւ այդ առումով կարծում եմ հենց մասնակցության, հենց ժողովրդի մասնակցությունը խրախուսելով կարող ենք հասնել որոշակի ազատություն համայնքի ղեկավարի համար, որովհետեւ համայնքի ղեկավարը իմանալով, որ իր մեջքին ժողովուրդն է կայնած եւ ունի իր վստահության քվեն բավականին հեշտ կմրցակցի կառավարման այլ մարմինների ու մակարդակների հետ, որպեսզի տեղում լուծվող հարցերին ավելի արդյունավետ լուծում տա։ Կարծում եմ այդ անկախությունը եւ ինքնուրույնությունը թե ֆինանսական, թե որոշումների կայացման, թե շրջանակի, որի վերաբերյալ համայնքի ղեկավարը լիազոր կլինի որոշում կայացնելու խոսքը ապակենտրոնացման մասին, գյուղատնտեսության ոլորտում ջրամբար կառուցելով, սպանդանոց կառուցելով, գյուղատնտեսությանը խրախուսելով հարկերի ազատման միջոցով չենք հասնելու, որովհետև եթե գյուղացին ազատ է, բայց ունեն կոռումպացված գյուղապետ, որը եկել է այնտեղ հարստանալու համար, ունենք հարուստ գյուղացի, որից կարելի է թալան կազմակերպել, արատավոր կառավարման համակարգի դեպքում գյուղացին կոռումպացված գյուղապետ չի ունեն ախր հարուստ գյուղացի խնդիրը այն է որ մի հոգին համակարգի դեմ չի կարող պայքարի ու եթե գյուղացին հարստանա գյուղերում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում եղել եք եւ պետք է լինեք այսպես ասենք ներսից երբ որ ներսից է ասենց այդ ռակին այսպես ասենք այդ ուռուցքին ներսից է ծանոթանում Այնտեղ ոչ թե խնդիրը, որ ասենք թե ինչու է գյուղի ամենա, այսպես այն կոռումպացված կամ ամենավատ կերպարը, ասենք առաջադրվում համայնքի ղեկավար, դա հիմնական երկու պատճառ ունի։ Առաջի պատճառը դա քաղաքական, այսինքն վերևից եկածն է, երկրորդը ինքը ունենալով ֆինանսական միջոց գյուղացիների վրա կամ ասենք ինչ որ ձևով կաշառում է կամ ասենք կախվածություն պատճառը հետևանքային եք ասում, ես ասում եմ, եթե համակարգի մեջ գումարը ավելանում, ֆինանսական միջոցներն ավելանում, ու այդ կառավարման համակարգի թերեն կոռուպցիայի համար ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Եթե մենք ուժեղացնում ենք գյուղատնտեսությունը եւ հարստացնում ենք գյուղացուն, բայց դրա հետ զուգահեռ չենք ուժեղացնում մենք կառավարման համակարգերը եւ տեսլականը չունենք թե կառավարման համակարգերը ինչպես պիտի զարգանա։ Այսօրվա դրությամբ մեր հանրապետության Ես խոսում եմ մեր իշխանության վերևի թույլ տվեք ավարտի Ես խոսում եմ մեր համակարգի մասին, որը կգա մեր իշխանության գալու դեպքում։ Այսինքն համակարգը լավ է, եթե հասկանալի է, պարոն Ավագիմյան, ձեր ասածը լրիվ հասկանալի է։ Համայնքի ղեկավարը չի լինի։ Այս է խնդիրը։ Այսինքն ես ձեր տեսակետն այն մարդու ուրիշ տեսակետ ունի, հա։ Ես ուզում եմ ասեմ, սխալ ընկալում եք, ասել եք արդեն։ Խնդրում եմ ավարտեք։ Երևի թե ամենաշատ խոսացվող այսօրվա թեման այդ խոշորացմանն է, որը ինչպես կարծում եմ բոլոր երեք կուսակցական ուժերը գրեթե որոշ հակված են շրջանային խոշորացման պարագային, որի քննարկումները դեռևս մինչև խոշորացման գործընթացն էին սկսել։ Խնդրին նրանում է, որ ինչպես նշվեց Բարգավանջ դաշինքի ներկայացուցիչը Գագիկ Ծառուկյան, Ծառուկյան դաշինքը։ Մենք այսօրվա դրությամբ խոշորացման պայմանագրում կորցնում ենք գյուղին, իսկ որոնք են երաշխիքները, որ շրջանային խոշորացման պարագայում գյուղ չեն կորցնելու։ Այսօրվա դրությամբ մենք հստակ Մենակ այդ ընտրության պարագայում կլինեն հստակ ամրագրումներ, որ այսօրվա գյուղական համայնքներից պարտադիր կընտրվեն ներկայացուցիչներ, այսօր խոշորացման ունեն վարչական ներկայացուցիչներ, որոնք նշանակվում են գյուղի ընդհանուր խորհրդի առաջարկությամբ, առանց գյուղում ժողով անցկացնելու չեն կարող առաջադրվեն, ամրագրված է նաև, որ ներկայացուցիչը պիտի անպայման բնակվի այդ գյուղում եւ լինի այդ գյուղի առնվազն 6 Հաստորեն հակասությունը խոշորացման չափերից է։ Նաև այսօրվա ավականաների մեջ կա խնդիր ընտրվելու, որովհետեւ ես ներողություն եմ խնդրում, մեր հաղորդումը ուղղակի մոտենում է ավարտին, ես չեմ ուզում, որպեսզի մենք ձեր ասածները կտրենք, հա։ Ես կողմ ու դեմ չեմ ձեր ասածին, ես ուզում եմ ուղղակի այն շեշտադրումներ անենք, որ ինչքան հեռացնում ենք կառավարման օղակը բնակչից, իսկ ինչքան մեծ ենք սարքում այդ համայնքը, այնքան հեռանում է բնակիչը, որովհետև ավելի շատ բնակավայրեր ու ավելի շատ հեռու բնակավայրեր են ընդգրկված լինում շրջանում։ Ես ուղղակի ուզում եմ դուք էլ
դրա մասին քննարկելուց մտածեք այդ հերրավորության ու կառավարման այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան այն ռիսկերը, որոնք դուք եք տեսնում այսօրվա դրությամբ գոնե գյուղի ավելի քիչ։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, կարծում եմ, որ շատ կարևոր մտքեր մեր քննարկման ժամանակ հնչեցին, բայց քարոզարշավը նոր է սկսված, հուսով եմ ելի հնարավորություններ կունենան եւ մեր հյուրերը արտահայտվել եւ թիմ ոլորտի խնդիրներին մենք կհասցնենք անդրադառնալ, բայց մի եզրակացություն կարելի անել այս մեր քննարկումից, որ շատ հարցեր իրար հետ շահկապված են եւ դժվար է պատկերացում կազմել, թե ինչից է սկսում բարելավումը տարբեր խնդիրների եւ տարբեր խնդիրների լուծումը, ամեն դեպքում ակնհայտ է, որ եւ տարածքային կառավարման խնդիրները եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիաները այստեղ շատ մեծ դերակատարություն ունենք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր այլ հյուրերի հետ։